Տերը օրհնի բոլորիս, ասենք փառք Հիսուսին։ Այսօր մենք եկել ենք Երևանանք Տիրոջ առաջին ու Աստված մեզ ողորմություն արեց առավոտը բացելով բոլորիս համար։ Հիսուսին փառք։ Ուզում եմ ձեզ համար մի խոսք կարդամ, հորդորող խոսք ասամ, իմ համար շատ մեծ օրհնություն է։ Որովհետև կարծում եմ ամեն տարի, երբ որ մենք գալիս ենք կենթանի Աստծո առաջ, ամեն մեկս մի հայտնություն պետք է առնենք Աստծուց։ Ու երբ որ Աստծո առաջ եկա, ես երգնել որ երգեցինք, հիշեցի, որ Աստված խոսեց ինձ հետ ու հետարքիր մի բան ասեց, որ երկրի ծայրերից 41 Եսայի մարգարեություն 9 խոսքից, որ երկրի ծայրերեն առի քեզ, անոր եզերքներեն կանչեցի եւ քեզ ասի, դու իմ ծառաս ես, քեզ ընտրեցի ու չմերժեցի, մի վախենար, քանզի ես հիմա քեզ հետ եմ, մի զարհուրիր, վասնզի ես քու Աստվածդ եմ, քեզ պիտի զորացնեմ ու քեզ օգնություն պիտի ինեմ, ու իմ արդարությանս աչովը քեզ պիտի բռնեմ, ահա քեզ դեմ ամեն բարկացողները պիտի ամչնան ու պիտի պատկառին, ու քեզ հետ վիճող մարդիկը չեղածի պես պիտի իլան ու պիտի կորսվին, քանզի քեզ հետ կռվող մարդիկը պիտի փնտրեն ու պիտի չգտնես, քեզի հետ պատերազմող մարդիկը չեղածի պես պիտի ըլան, քանզի ես քու Աստվածդ եմ, որ քու աջ ձեռքդ կբռնեմ ու քեզի կսեմ, մի վախենար, ես քեզ պիտի օգնեմ։ Փառք Հիսուսին։ Հետաքրքիր Աստվածաշունչ մայթյանը, որ հորդոր է տալի մեզ բոլորիս կյանքում, որ ունենանք զորություն ու քայլենք Աստծո ճանապարհներով։ Ու այսօր Աստված կանչելով տալիս է իր մեծ զորությունը Հիսուս Քրիստոսին։ Մոտեցան աշակերտ մարդիկ փարիսեցիներից եւ հարց տվեցին Հիսուսին Հովանու 6-րդ գլուխ կկարդամ 28 խոսքը։ Հետարքիր մարդիկ են, հետարքիր անձնավորություններ ու հարց են տալի Հիսուսին, ասելով նրան. Այնատեն ըսինարոր, ինչ հնենք, որպեսզի Աստծո գործերը կատարենք։ Հետարքիր հարց է, չէ՞։ Հիսուս հետարքիր պատասխան է տալի նրանց ու ասում. Եվ ասավ Հիսուս, այս է Աստծո գործը, որ անոր ղերկածին հավատաք։ Տերը օրհնի մեզ, քույր եղբայրներ ջան։ Այսօր մենք կարող ենք մեծ զորություններ տեսնել, մեծ զորություններ գործել։ Այսօր մենք կարող ենք ուժեղ աղոթող լինենք կամ քարոզիչ լինենք, լավ երգիչ լինենք, բայց եթե չենք հավատում Հիսուս Քրիստոսին, մենք մեծ խնդիր ունենք։ Մարդիկ հարց տվողները Աստված պաշտությանը կողմնակի մարդիկ չէին, ավելի ճիշտ երևի դեմ մարդիկ չէին, այլ հասկացող էին, Աստծո խոսքը գիտեցող էին, բայց չունեին այն կարևորը, որը որդին էր։ Եվ նրա մասին գրված էր մարգարեություններում, եւ բոլորը ընթերցելով գտնում են, որ Հիսուս պիտի ծնվի ու կյանք բերի այս աշխարհ։ Բայց արի ու տես, որ Հիսուսին մոտենալով հարց են տալի, ինչ անենք, որ Աստծո գործեր անենք։ Հիսուսն ասում է հավատաք ինձ։ Այսօր մենք հավատում ենք Քրիստոսին։ Այսօր մենք ընդունում ենք Քրիստոսին։ Երեխաներից հետարքիր միտք ասեցին, միաձուլվենք Քրիստոսի հետ, ասում է։ Մեկանանք Քրիստոսի հետ, մեկ դառնանք։ Իսկապես ճշմարտությունը սրանում է, քույր եղբայրներ ջան։ Եթե ես այսօրվա դրությամբ չմիաձուլվեմ, չմեկանամ Հիսուս Քրիստոսի հետ, հավիտենության հետ գործ չունեմ, հեռու մարդ եմ հավիտենությունից։ Աստծուց հեռու մարդ եմ։ Թող Տերը ողորմա օրհնի, իմ ու քո սիրտը տա իր զորությունը, որտեղ Աստված այսօր առաջարկում է մարդուն կյանք կամ մահ, առողջություն կամ հիվանդություն, անեծք կամ օրհնություն։ Երկրորդ օրինացի մեջ ենք, չէ՞ կարդում 30 գլխում։ Հետաքրքիր է, իմաստուն մարդը որը կընտրի, առողջությունը թե հիվանդությունը, անեծքը թե օրհնությունը, կյանքը թե մահը։ Մենք իսկապես կարող ենք պատասխան տալ, իհարկե, կյանքը, բայց արի ու տես, որ մահն ենք ընտրում։ Ժամանակ առ ժամանակ։ Ասում ենք օրհնությունը, բայց արի ու տես, որ ինքնակամ անեծքի տակ ենք մտնում։ Մեր մարմինը ժամանակ առ ժամանակ հաղթություն է բերում։ Հաղթում է մեզ ինչի համար, որովհետև չունենք հավատքը, կենթանի հավատքը Հիսուս Քրիստոսին։ Եթե ունենամ, ընդունեմ Քրիստոսին ու լինի իմ անկյունակարը, որի վրա շինում եմ իմ տունը, ոչ մի բան չի սասանի ինձի։ Փառք Հիսուսին, քույր եղբայրներ ջան։ Թող Տերն օրհնի, գիտեք Աստվածաշունչ մատյանը կարդալով, երբ որ գալիս ենք ու տեսնում ենք,
ու հասկանում ենք, որ Աստծո սերն այնքան մեծ է, իմ գլխում իջե հիմա տեղ չի անում, ժամանակ առ ժամանակ նստում մտածում եմ, Հիսուս դու ուր ես ուր, դու ով ես ով, ու որ նայում ես ասում ես, ինչ եմ ինձանից ներկայացնում, որ մարդացար, ինչ եմ ինձանից ներկայացնում, որ քո վրա թքեցին, պշպսակը հագցրեցին, հարվածեցին, հայհոյեցին, խաչի ճամփեն անցար, սուսուլուր մունջ, խաչին խաչեցին, ու հենց խաչի վրա ասեցիր տերների չեն հասկանում ինչ են անում։ Այս մեծ Աստծո սերը քույր եղբայրներ ջան, ու այդ Աստված ասում է մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Միայն պետք է ընդունեմ որդուն, ու երբ որ ես ունենամ որդուն, հաղթություն պետք է ունենամ իմ կյանքիս մեջ։ 10 օր առաջ աղոթքի ժամանակ մի տեսիլ տեսահետարքիր բան ցույց տվեց Աստված երկու զոհասեղան։ Մի զոհասեղանի կողքին կանգնած էր հրեշտակը, լույս, մեծ լույս էր այդ հրեշտակի մեջ։ Ու մեջ ժողովուրդ էր կանգնած զոհաբերություններ էին անում։ Իսկ մյուս զոհասեղանը կոտրված էր, ջարդված էր։ Ու երկինքից մի ձայն եկավ, ասա ժողովրդիս, բավական է դևերին զոհաբերություն անեն։ Իմ զոհասեղանը թողել են ջարդված։ Սրսռեցի, առավոտ շուտ էր, վեր կացա Աստվածաշունչը բացեցի, դևերին զոհաբերությունը, որ բացում ես կռապաշտությունը մարդու դրվում է իդոլը, կուրքը, ու կուրքին բերում են մատաղ են անում։ Մտածում եմ լավ, այս նոր գտակարանով դևերին մենք ոնց կարանք զոհաբերություն անենք։ Ու Աստված ասեց, այն անեցները, որ շուրթերին ամ, այն հեթանոսությունը, որ դեր ունեն իրենց կյանքում, ատելությունը, մեկը մեկի դեմ, որը կանգնած են, ու փառք չեն բերում մեղքի մեջ ապրելով, դա դևերին զոհաբերություն են անում։ Ու Կորինթացիները բացվեց, որ ասում է սատանան էլ լուսո հրեշտակի կերպարանքն է առնում։ Ու իսկապես, երբ որ ուշադիր հիշեցի, ինչ որ տեսել է, հետևում սատանան էր կանգնած քույր եղբայրներ ջան։ Տեր այսօր կանչում է, որ մեր տաճարներն այսօր շինություն ունենան տաճարի բնակվողի համար։ Մեր տաճարում բնակվողը Քրիստոս Հիսուսն է։ Փառք իրան։ Ու այսօր ես այնքան ուշադիր պիտի լինեմ իմ կյանքում, որ տեսնեմ, հանկարծակի չլինի, թե Աստծո զոհասեղանը ջարդված թողնեմ իմ կյանքի մեջ։ Թագավորներից մեկը, երբ որ Դամասկոս էր գնում, ճանապարհին տեսավ մի հատ գեղեցիկ զոհասեղան, հիշում եք։ Ու ասեց, ղրկեց Ղեֆտացուն, որ ապրում էր իր տան մեջ, ասեց, շինի իմ համար նման զոհասեղան։ Ասեց, բա Աստծուն է ինչ անեմ։ Ասեց, ետ քաշի, երբ որ կգամ, կորոշեմ։ Այսօր մեր կյանքում, գիտեք, մենք այնքան վստահ ենք մեր վրա, մեր ճանապարհների վրա, մեր գիտության իմաստության վրա, որ մենք համարձակվում ենք նմանապես Աստծո սեղանն ասենք, քաշիր մի կողմ, շինիր ոնց որ ինձ ա դուր գալի։ Ու ես պիտի գամ դրա վրա զոհ բերեմ։ Տերը ողորմա մեզ, Տերը ողորմա մեզ ու տա իմաստություն, որ այսօր մենք կարողանանք տեսնել, եթե մենք չունենք հավատք Հիսուս Քրիստոսի, ու Հիսուս Քրիստոս բնությունը իմ մեջ չի բնակվում, ես շատ շուտապույտ պետք է շեղվեմ ու շինեմ այն, ինչ որ ինձ հաճելի է, եւ վերջին օրերում գրված է, որ մարդիկ պիտի ընտրեն քարոզիչներ, որոնք լսելիքին իրենց լավն են, քաղցր են։ Քույր եղբայրներ ջան, թող Աստված օրհնի ինձ ու քեզ այսօր, որ մենք ճանաչելով կենթանի Աստծուն, տեսնելով նրան, ճաշակելով քաղցրությունը, զգուշություն անենք։ Իսկարիովտացի Հուդան 3.5 տարի Հիսուսի հետ ապրում էր, քայլում էր, Հիսուս տվեց զորություն, բժշկություններ, դևեր էր հանում։ Լսում եք, Աստծու հետ էր, ուտում էր Հիսուսի հետ, խմում էր Հիսուսի հետ, բայց վերջում դավաճանեց նրան։ Նա չընդունեց նրան։ Նա չամբողջացավ Հիսուսի հետ։ Ու Հիսուս արդեն պարզ ասում է, ով որ իր ձեռքը կմեկնի ինձ հետ, նա ինձ կդավաճանի։ Լսում եք Իսկարիովտացին, թե չէ։ Պարզ խոսեց Հիսուսը, բայց այս մարդը միևնույնն է։ Թաթախեց հետը ու գնաց ու դավաճանեց Հիսուսին։ Ու հարցերը առաջանում, այսօրվա դրությամբ ոչ թե հրաշքներն են մեզ փրկում մեր կյանքում, կամ զորությունները, որ անում ենք, Հիսուս անձը պետք է մեր մեջ ապրի, քույր եղբայրներ ջան, ձևավորվի, որ մենք ունենանք նրա նմանությունը, մենք պիտի նմանվենք Հիսուսին, դառնանք
Հիսուսի նման, որպեսզի երկինքը ժառանգենք։ Այսօր մենք կարող ենք շատ հեշտությամբ ինչ որ մեր կյանքում վերցնելով դրվագնել ասել ես գտնում եմ, ես հասկանում եմ, որ սենց անելը ճիշտ է։ Զգուշություն անենք, քույր եղբայրներ ջան։ Գիտեք, մի պատմություն պատմեց Հիսուսը, որ ասում է, թագավորը մեծ սեղան բացեց, հարսանիք էր անում ու կանչեց մարդկանց։ Մեկը պատճառներ բռնեցին մարդիկ, չէ՞։ Մեկը եզներ էր առը, մեկը հող էր առը, մեկը կին էր առը։ Ու վերջնական իրանց խոսքը շատ գեղեցիկ կերպով արդարացնելով ասեցին ոչ։ Եվ թագավորն ասեց. գնացեք հավաքեք տարբեր ծայրերից, կաղեր կլինեն, հիվանդներ կլինեն, կապ չուներ, հավաքեցին ու բերեցին։ Ու ասեց նրանք չեն մտնի իմ ուրախությունը։ Այսօրվա դրությամբ ասենք մեղ չգործեր, շենց հող առնողը, որ վերցնես ճշմարտությամբ, պետք է գնար մշակեր մարդը։ Կին առնողը մի տարի բանակից ազատում էին Իսրայելում։ Կամ եզներ առնողը պիտի գնար տեսներ փորձեր ինչ վիճակի են։ Բայց իրանց խնդրումը նրանումն էր, որ թագավորին ասեցին ոչ։ Կարանք տարբեր պատճառներ բերենք։ Ժամանակ չունեմ այսօր պաշտամունքի, հնարավորություն չունեմ պաշտամունքի, այսօր չեմ ուզում հավես չունեմ պաշտամունքի, այսի մեր ոչը մեզ երկնքի արքայությունը փակում է։ Թող Տերն օրհնի, որ այսօրվա դրությամբ ես ձգտեմ փնտրել կենթանի Աստծո երեսը։ Ամեն փնտրողի բացվում է Աստված։ Ու իր լուսավորությամբ լուսավորում է մեր սրտերն ու մեր միջուկը։ Ու այդ ժամանակ մենք հասկանում ենք ում հավատացինք եւ ով է մեր Տերը։ Թող փառավորվի քույր եղբայրներ ջան, որտեվ եթե մենք չունենանք Հիսուսին մեր մեջ, մեր այս Աստված պաշտությունը փուչ է։ Խղճալի մարդ եմ ասում, եթե ես կյանքում եմ, չէ՞ հուսում մենակ Հիսուսին։ Եթե հույսս մենակ այս կյանքում ա, որ ունենամ են իմ կարևորությունը, մտքիս, հոգուս ցանկությունը պիտի լինի մի բան։ Հիսուս Աստվածը կենթանի զորությամբ, իր ամբողջ աստվածային բնավորությամբ, որ բնակվի իմ մեջ ու քո մեջ, որ մենք դառնանք նման մեր Տիրոջը։ Առանց դրա մենք չենք կարա ճանաչենք։ Մենք չենք կարա մտնենք, մենք չենք կարա մոտենանք Հորը։ Իսկ Հոր կամքը, որպեսզի Աստծո գործը կատարվի իմ ու քո կյանքում, դա հավատալն է Հիսուս Քրիստոսին։ Փառք իրան։ Թող անունը բարձրանա ու մեծարվի սիրելի քույր եղբայրներ ջան, որ հասկանանք Աստվածաշունչ Մատյանը, երբ որ պատմում է մեզ անառակ որդու առակը բոլորս գիտենք։ Ինձ մի բան էս վերջերս կանգնացրեց այդ առակի վրա, երբ որ կարդում էի, երբ որ որդին ասում է բարձրացրեց ու ասեց հիշեց, որ իր հոր տան մեջ շատ աշխատողներ կան, կուշտ փորով հաց են ուտում, ասում է ես ինչ եմ անում, վերադառնամ հորս տուն, վերադառնամ, չէ՞։ Բայց հետարքիր մի բան, ինչ էր փնտրում այդ որդին։ Ինչ էր փնտրում։ Հորը չէր փնտրում այդ որդին։ Փնտրում էր տան հացը հոր։ Բայց ես պետք է փնտրեմ հորս։ Թող Տերն օրհնի մեր սրտերը։ Ժամանակ առ ժամանակ միտք ենք առնում, որ լավ էր էլի, Աստծո տան մեջ, Աստծո ժողովրդի հետ, գալիս ես, մտնում ես էլի, բայց եթե չունենաս հորը, չունենաս որդուն, ամենը փուչ է, նորից ընկնելու ես, նորից կոտրվելու ես, նորից ջախջախվելու ես, բայց այսօր Աստված կանչում է ասում է ամուր բռնի ինձ, ու ես ամուր ձեռքդ բռնած պիտի տանեմ քեզ։ Փառք Հիսուսին։ Սա իմ համար այնքան մեծ խոստում էր, երբ որ ես կարդացի, ունենց մեծ զորություն եկավ ինձ վրա, ասի Տեր, բան չեմ ուզում, մենակ քեզ եմ ուզում, որ դու իմ ձեռքը բռնես, ինձ առաջնորդես ու իմ կյանքի ընթացքում հաղթություն տաս։ Տեր օրհնի բոլորիդ քույր եղբայրներ ջան, զորացնի իր աստվածային մեծ զորությունով ու լեցնի իր փառքի օծությունով։ Ամեն բանի համար փառք, հավիտյանս հավիտենից, ամեն։ Աղոթենք։